Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր ունեմ մի հրաշալի հյուր, ով խոսելու է շատ կարևոր թեմաներից։ Գաղտնազերծելու է հայի ինքնության, առաքելության և ներկա վիճակում հայի կարևորագույն վերածննդի մասին կարևոր փաստեր է վերհանելու։ Հյուրս զինվորական հայագետ Սամվել Բեկթաշյանն է, նա շատ կարևոր ասելիքով է եկել, մնացեք մեզ հետ։ Մեր նկատմամբ աշխատանք է կատարում, Քրիստոս ասում է, դուք մինչ աշխարհի վերջը իմն եք։ Կա գլոբալ ծրագիր Հայաստանը քարտեզից մեկ ընդմիշտ ջնջելու։ Հունիս 7-ին ընտրություններն են, հունիսի 8-ին Մուհամեդի մեռնելու օրն է։ Ինչ է կատարում, ռիտուալ օրենք ընդունեց, հունվար 27-ը դա զոհվածների հիշատակի օր է։ Երբ որ հունվար 27-ը Հուդայի ցեղի հոլոկոստի օրն է։ Ով որ կամեցավ վնասի Հայաստանին ու հայությանը, վերանալու է հողագնդի վրայից։ Դա կլինի Միացյալ Նահանգներ, դա կլինի Բաքու, դա կլինի Կրեմլ, աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ինչ ուզում ասի վարչապետ կոչվածը, որ իրենով է պայմանավորված մենք լինենք թե չլինենք, հա, այդ խոսույթը արդեն խոսում է բան է, մարդը չարից է սնվում։ Քրիստոնյա մարդը երբեք այդպիսի բան չէր կարող ասել։ Հիմա արդեն մոտենում է ժամանակ, որպեսզի իրեն արանքից հանեն եւ Ադրբեջանում կարգեն Հուդայի ներկայացուցիչ, որպես կառավարիչ, որովհետեւ այդ հատվածը իրենց համար հոգեվոր Իսրայել է։ Ալիևը վախենում է այդ քայլից։ Միանշանակ, բայց ինքը այլընտրանք չունի, Փաշաևները իր կինը Հուդա են եւ ինքը թուլակաց մարդու տեսակ է, կերպար է, ինքը տարբերակ չունի չանելու, որովհետեւ իրեն հենց իրենք մորթելու են։ Բարև ձեզ, պարոն Բեկթաշյան։ Բարև ողջույն, բարով տեսակ, Արեգ ջան։ Ինչպես եք, բավականին երկար ժամանակ չենք հանդիպել։ Այո, բավականին, փառք Տիրոջը, արդեն լավ։ Չասեմ ինչու, բայց արդեն լավ։ Նախ ձեզ շուտապույտ ապաքինում եմ մաղթում եւ ցանկանում եմ ձեզ արևշատ օրեր, ցանկանում եմ, որ ել ավելի հեշտությամբ հաղթահարեք այն բոլոր դժվարությունները, որոնք առաջանում են ձեր կյանքում, միշտ եղեք մեր կողքին եւ հետաքրքիր խորհուրդներով միշտ զինեք մեզ։ Խոնարհում ես, Արեգ ջան։ Փառք Տիրոջ։ Պարոն Բեկթաշյան, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ գալիս է մի ակնթարթ, երբ կարծես թե ամեն բան հոդս է ցնդում։ Այս անորոշության թմբիրի մեջ ուզում ես հասկանալ, ո՞րն է իրականը, ինչ ժամանակի մեջ ես, այդ ժամանակի եւ իրականության բախման մեջ դու ինչպիսի դեր ունես, ինչ կարող ես քեզանով փոխել, ցանկությունը շատ է, ուզում ես քո հայրենիքին ծառայել, բարօրություն բերել, օգտակար լինել, այնինչ տեսնում ես, որ քո հայրենիքը շրջափակման մեջ է, թշնամին առավոտից երեկո հոխորտում է, սպառնում է, հարևան երկրում պատերազմ է, մեզ սովորեցրել ու ասել են, որ մենք փոքր ենք, թույլ ենք, խեղճ ենք։ Այս վիճակի մեջ այսօրվա հայի առաքելությունը որը պետք է լինի։ Արեգ ջան, հարցը տվեցի, հիշեցի Շերլոկ Հոլմսին, անգլիացու հետախույզին, հա, որը Վատսոնին երբ որ խորհուրդ է տալիս, ասում է նայի, երբ որ մարդու տուն այրվում է, ինքը ինչ որ միտեղ իր գանձերը թաքցրած պահում է։ Առաջին գործողությունը, որ մարդը բնազդորեն անում է նման վիճակներում, վազում որպեսզի այդ պահած գանձերը փրկի։ Հիմա մեր ազգը, որ հարատև այդ վիճակներում ենք, հարյուրամյակներ, մի օր չի, մի դար չի, անverջ է այդպես, հա, պետք է հստակ գիտակցենք այդ
մեզ այդ սրբատեղյուն պահուստարանում ինչ ունենք պահած, որ եթե դա ոչնչացվեց, մենք վերանում ենք որպես տեսակ։ Այդ գիտակցումը եթե եղավ, իսկ դա առանց դրա հնարավոր չի ապրել, առանց դրա քամին կգա քշի կտանի, ինչպես հազարամյակներ, հազարավոր ազգեր, ցեղեր եկել եւ գնացել են պատմության գիրք։ Այսինքն այդ արժեքների այդ մեր թաքցրած այդ արժեքների ճանաչման, գիտակցման, արժևորման եւ կարևորման մասին է խոսքը։ Գալու է այդ ժամանակը։ Դա անընդհատ պետք է լինի հայի գիտակցության մեջ։ Մեր մոտ օրինակ մեր սերնդի մեջ դա ամրացվել է պատմության տեսքով, մեր նախնիների նվաճումների տեսքով, հա, հերոսամարտերի տեսքով, գիտության մեջ, մշակույթում, մեր որպես առաքյալ առաքելություն մեր տեսակը եւ դրանք մեր ազգը իդեպ հետաքրիր հատկություն ունի գիտի իր մեծերին գերազանց մշակույթում, գիտության մեջ, սպորտում ամենտեղ, բայց թե այդ մարդիկ ինչ են արել տեղակ չի։ Այդ մարդիկ ինչ են ասել արվեստում, ասենք տեղակ չի։ Կարևորը որ ինքը հայ է, ինքն էլ այդ ազգի կտորից է։ Պարոն Բեկթաշյան, այս ժամանակներին, որի մեջ մենք ապրում ենք այսօր, ինչ անվանում կտաք։ Վերջին փորձություն։ Այսինքն հայի վերջին փորձության մեջը։ Աստծո երկրորդ Գալստյան, Գալստից առաջ վերջին փորձության առաջ են կանգնած եւ Արարիչը աղաղակում է իր բազում միջոցներով, որ դուք իմն եք, ձեզ տվել եմ ամեն ինչ, տերձերքի բոլոր զորությունները, քեզ սուսպուս մշակել 2000 տարվա ընթացքում ստացել եմ այն մարդը, որը արժանի է Աստծո ընտրյալ եւ որդի լինելու։ Ինքը ստեղծել է այդ հասարակությունը, Արեգ ջան։ Մնում է որ ճանաչենք, կարևորենք եւ Աստծո այդ քրտնաջան աշխատանքը հազարամյակների, որի արդյունքում ես դու մենք կանք որպես նմուշ օրինակ նախ եւ առաջ աշխարհի այլ ազգերի աղաղակում է իր բոլոր գործերով, անընդհատ ձեռք է մեկնում, անընդհատ օգնում է մեր շուրջը ավեր ու տարապ չէ, ասենց պահպանում է կղզյակի մեջ, էլի ասում է, որ վեր հանեք այն ինչ որ տվել եմ ձեզ, ծառայեցրեք ձեր անդորի, ձեր հզորացման եւ մարդկությանը ձեռք մեկնելու այդ առաքելությանը։ Սա պետք է արվի, սրանք կան, արկա են։ Այսօր փորձենք ուրվակցենք, հա, այդ ամեն ինչը, երբ որ մեր արձագանքները ընթերցում եմ, Հարեկ ջան, իմ ու քո եթերի հատկապես շատ լուրջ ազգ ունենք, շատ բավականին բարձրակարգ մշակված որակյալ մարդու տեսակ ունենք, այդ հանճարեղը ուրախալի է եւ գնահատման, ընդհանրապես մեր ազգի գնահատման այն գործիքակազմը, որ գոյություն ունի, փնովելու, վատաբանելու, չգիտեմ, անդադ նեգատիվ խարաններ դնելու եւ այլ, այն 99% լուսավորը թողած, այդ 1% կես տոկոս կենսաբանական աղբի հետևից են գնում բոլորը, այսինքն դա էլի չարի կամոք է արվում, հա, Արեգ, մենք զրուցել ենք, որ բանի, օրինակ քո հիմա մանրամաս կանդրադառնամ քո ասացի նմուշ օրինակներից, մենք երբ որ ինքներս մեզ ճիշտ չենք տնօրինում,
մեզ տրված այդ ընծան։ Արդյունքում օտարը, իսկ բոլորը օտար են, մենք չունենք, բոլորը մեր դեմ են։ Աշխարհի ամբողջ մարդկությունը դեմ է, որովհետև գիտակցական, ճանաչողական, հոգևոր կրթության նվազությունը բերում է ակամա թշնամացման մեր դեմ, որովհետև այդ տիպի աշխարհը մեզ չի ճանաչում։ Օրինակ բերեմ, ասենք, հիմա այս իրավիճակներում ներքին խմորումները ռուսական, արևմտյան, ամերիկյան, թուրքական, այսինքն հա ձեռք ենք մեկնում որպես օգնություն։ Եվ ինչպես են մեզ օգտագործում, այդ երբ որ դիմում ես իրենց մարդկայնորեն օգնության։ Ես հիշեցնեմ մի շատ պարզ դեպք 2010 թվականներ կարծեմ։ Պուտինը տնտեսական շրջափակման մեջ է եւ իրեն պետք է որ ինքը իր գազը արտահանի Եվրոպա որպեսզի միջոցներ գոյանա եւ դա անելու միակ ճանապարհը Բաքու-Տեհրանն էր։ Բաքուն Աբշերոնի խանը դեմ էր չէր ուզում տրամադրի հատկացնի այդ գազ որպեսզի իր գազատարով Եվրոպա հանվի մենք որ նվիրված ռուսապաշտ հատկապես արցախյան թեմը ժողովուրդը մեր, հա, իրոք անկեղծ նվիրումով ինչ արվեց Պուտինը հանձնարարեց Սերժին, Սերժ Սարգսյանին։ Սերժը հանձնարարեց սպեցնազին բանակի եւ մի 20 հոգու գլուխ կտրեցին, մտան խրամատներ, թուրքերի գլուխ կտրեցին, որից Տաուշի վրա մասսայական հարձակում սկսվեց, որին հետևեց այդ հարձակումը։ Բայց այդ ամբողջ ինչի համար էր կատարվում։ Սոչիում հանդիպում ամռանն էր կարծեմ։ Սոչիում հանդիպում էր նստածա Պուտինը, նստածա Իլհամը եւ Սերժը դեմ դիմաց, Պուտինը հերվից կառավարում է այդ բախումը։ Լեզվակռիվ են տալիս Սերժու թուրքը բանը ինչ էր անունը Իլհամը այդ հանդիպումից հետո Բաքուն 25% գազատարի հատկացրեց Պուտինին։ Այսինքն մեր ողերին բարեկամ լինելով մեզ օգտագործում էր որպես մահակ իր պետության հարցերը լուծելու համար։ Շարունակվում է այդ ամենը։ Ինչ հաջորդեց դրան, Հարեկ ջան։ Ես մի օրինակ եմ բերում, երբ որ Եվրոքո ներքին զորացումը թողած ապավին մեզ այլոց պետությունների, ազգերի եւ այլ, ինչ կերպ են տնօրինում։ Այսինքն այդ պարագայում մենք մահակ էինք Կրեմլի ձեռքին, որպեսզի իրենց տնտեսական հարցերը կարգավորի։ Դրան հաջորդեց ինչ։ Բաքուն տեսավ, որ Իլհամը տեսավ, որ Ղարաբաղյան խնդիրը Կրեմլը օգտագործում է որպես մահակ իր դեմ 6 տարի զենք հավաքեց ու թափեց գլխներից ասելով, որ ինչու պետք է դուք լինեք, որ հիմա էլ ինչ որ մի Կրեմլ դա ծառայեցնի իմ երկրի դեմ։ Պարոն Բեկթաշյան, մեր հաղորդումներից մեկում ասացիք, որ Աստված փրկեց արցախցիներին հանելով Արցախից։ Այո։ Հիմա Իրան, Ամերիկա, Իսրայել պատերազմն է, չնայած որոշակի դադար են վերցրել, բայց կողմերը չեն պատրաստվում բանակցությունները նորից վերսկսել, քանի որ մի քանի բանակցություն տապալվեց։
եւ վտանգը ել ավելի է մեծանում տարածաշրջանում պատերազմի հավանականությունը ել ավելի շատ է։ Դուք ասացիք, որ Իսրայելը օգտագործելու է այդ տարածքը եւ հարվածելու է Այո։ Իրանին։ Խոսքը Արցախի մասին է, որը ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի տիրապետման տակ։ Այո։ Այդ ձեր խոսքերի ճշմարտացիությունը այսօր ինչպես կներկայացնեք։ Դա ուղղակի, ասենք, ռազմավարական պլանավորման մոտեցման արդյունքում էր այդ մտածողությունը, նաև հնարավոր այդ ուժերի հետագա զարգացումները, ինչ Չէ, նկատի ունեմ հասունացել է դա։ դա արդեն կատարվել է։ Պարզապես Իրանը գերազանց իմանալով, թե որ ինչ կերպ Բաքուն մասնակցել իր դեմ բազաները տրամադրելով եւ այլ, ինքը չի ուզում իր համար մյուս ճակատ բացի, որովհետեւ Բաքվի հետ ընդհարման արդյունքում ինքը ներքին 35 միլիոն այդ հյուսային հատվածի ադրբեջանցիների խնդիր ունի, ինքը որը ուղիղ գծով հեղափոխության կտանի ներքին պառակտման։ Իսկ եթե Ադրբեջանը իրեն վստահված առաքելությունը, որը վստահված է Իսրայելից, իրականացնի Պարսկաստանի դեմ, այսինքն հարվածի, դա եմ ասում, արդեն պարսիկների համբերությունը շատ մեծ է, դրա համար 5000 տարի պետականություն չեն կորցրել եւ անկախության օր չունեն ի պարսիկները, երբեք անկախ չեն եղել այդ առումով։ Անկախ չեն եղել։ Անկախ չեն եղել, այսինքն իրենց մոտ համբերությունն է աշխատում, ոչ թե իրեն չեն տեսնում, չեն արձանագրում, հստակ։ Ալիևը վախենում է այդ քայլից։ Միանշանակ, բայց ինքը այլընտրանք չունի, որովհետև Փաշաևները իր կինը Հուդա են եւ ինքը թուլակաց մարդու տեսակ է, կերպար է, ինքը տարբերակ չունի չանելու, որովհետև հենց իրենք մորթելու են, երբ որ իրենց Հուդայի ցեղին, ոնց, Հուդայի ցեղին հենց պետք չեղավ, հիմա արդեն մոտենում է ժամանակ, որպեսզի իրեն արանքից հանեն եւ Ադրբեջանում կարգեն Հուդայի ներկայացուցիչ, որպես կառավարիչ, որովհետեւ այդ հատվածը իրենց համար հոգեվոր Իսրայել է։ Ադրբեջանը։ Այո, դեռևս 47 թվականին մշակվել է երբ որ պլանավորվում էր Իսրայելը ստեղծել, երկու տեղ է որոշվել, Պաղեստինը եւ Բաքուն։ Եվ այդ ծրագիրը ուժի մեջ է, դա չի հանվել։ Եվ հիմա իրենք շարունակաբար դա են անում։ Հուդան իր համար իմանալով, որ աշխարհի արարման եւ նոյան փրկagorցան վայրը Հայաստանն է, իրենց են համարում ժառանգորդ այդ ամբողջի եւ իրենք խնդիր ունեն մեզ ֆիզիկապես տեղահանելու մեկ, ֆիզիկապես վերացնելու երկու։ Դա անխոս, դա այդ կերպ 2000 տարի առաջնորդվում են այդ սկզբունքներով։ Արեգ ջան։ 2000 տարի ըստ ձեզ առաջնորդվում են այդ սկզբունքներով, ամեն ինչ փորձել են անել, սկսած կոտորածներից տարատեսակ, բազմաթիվ եւ ցեղասպանությունով 1915 թվական եւ վերջին կոտորածն ու բռնազավթումը Արցախն էր։ Ինչը կատարվեց։ Ինչ կատարվեց, այո։ Իրենց համար ճակատագրական հաղթանակ էր Արցախի այդ արմատախիլ անելը հայության Արցախից։ Իրենց համար իրենք հույս ունեն, որ կմարսեն դա։ Ադրբեջանը օգնեց։ Բոլորն օգնեցին, բոլորը, աշխարհի բոլոր ուժերը։ Դու պատկերացրու երանախագահները, որ հանձ էին առել Արցախի խնդիրը լուծելու,
Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ։ Այդ երեք գերտերությունը իրենք խայտարակ պարտություն կրեցին։ Ինչ որ մի իլհամ թքեց բոլորի վրա, որ ինձ այսպես է պետք, ես այսպես եմ վարվում։ Եվ այսինքն ինքը հաղթեց այդ աշխարհի այդ տիրակը երեք գերտերության։ Եվ դա ոչ թե ինքն էր, այդ երեք գերտերությունն էլ Հուդայի սերնդի ձեռքին է։ Իսկ այսօր էլ հայության մի մասը վստահում է Ամերիկային, մի մասը վստահում է Ռուսաստանին, մի մասը վստահում է Արևմուտքին։ Այնինչ չգիտի, թե ում է վստահում, ինչ նպատակներով։ Իհարկե, Արեգ ջան, այս մոլորությունը ինչպես ներդրվեց մեր մեջ եւ ինչպես է այս քայքայման process-ը, հայ քայքայման process-ը ընթանում այսօր։ Ուրեմն հակառակորդին ստույգ ճանաչելը դա հաղթանակի կեսն է։ Այո։ Եվ այն ինչ որ հիմա կատարում է, ես ապշում եմ, որ հայ մտավորականները, որոնք հիմա ինչ մենք զրուցում ենք, գերազանց գիտեն ակունքներով, դեպքերով, ամեն ինչով, այնինչ նենգաբար լռում են։ Ապրես դու ցավը տանեմ։ Նենգաբար լռում են եւ ժողովուրդը, որ ասենք գիտակ չի, տեղակ չի այդ ամեն ինչին, ինքը տեղեկացված չի, ինքը նայում է իր տեսադաշտով արդյունքում ինքը մեկ ձեռք համեկնում Միացյալ Նահանգները, մեկ Կրեմլում մի հատ ռուս չես գտնի։ Նրանք մտավորական են եւ մեկ նախադասություն են արտաբերում, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, այդ քաղաքականությամբ զբաղվելու տերմինն էլ չես հասկանում, ինչպես են նրանք բացատրում, քանի որ դրված է հայի լինել չլինելու հարցը, դրված է հայապահպանության խնդիրը օրհասական։ Իրենք հայապահպանությունը վերագրում են քաղաքականության։ Միթե նրանք լինելով մտավորական չեն կարողանում տարանջատել այդ երկու հեշտ առնվազն տարանջատել։ Եթե չեն կարողանում տարանջատել ու հակառակ զբաղվում են այդ նենգաբարով առաքելությամբ, կարելի է այսպես ասել, ինչ է նշանակում այդ իրենց ստեղծած գործերը, թողած գործերը, եթե հայն ու Հայաստանը չլինի, ում է ծառայելու։ Հա, դա արդեն ինքնասպանություն է, ավետարանում Քրիստոս ինչ է ասում։ Ասում է լավին լավ ասեք, վատին վատ, բայց ասեք։ Այսինքն այդ ուղիղ խոսքը, որ ճշմարտությունը պետք է ասվի։ Հուդայի ցեղը սարսափում է, երբ որ իրենց ցեղատեսակին նկատմամբ մի բան է ասվում։ Այնինչ մենք զբաղված ենք հանցավոր լռությամբ։ Ոչ միայն կերպափոխմամբ, խեղափոխմամբ, օրինակ իմ 4 տարվա պատերազմի ընթացքում, Արեգ, թուրքը շատ հետո է եկել։ Մեր վրա կրակել է խախոլը, ուկրաինացին, ռուսը, չեչենը, եւ այլն։ Այսինքն այդ ամբողջը հիմա դրվում է Թուրքի անվան տակ եւ չի երևում այդ բազմատեսակ, այդ բազմազանությունը, բոլորը մեր դեմ էին աշխատում։ Բայց կարողացել ենք հաղթենք այդ բոլորին, այդ բազմազանությունը։ Ես կուզեի նորից հետ գնալ, երբանից ենք սկսել կորսվել։ Մեկ հարց էլ տամ, շարունակենք։ Շատ են խոսում, որ ամեն ինչ ուզում են անել եւ անում են, դուք էլ ձեր խոսքում քիչ առաջ ասեցիք, որպեսզի հային վերացնեն, ֆիզիկապես բնաջնջեն։ Նաեւ կա տեսակետ, որ կա գլոբալ ծրագիր Հայաստանը քարտեզից մեկընդմիշտ ջնջելու։ Այդ ծրագիրը ում ձեռքով է գրվել եւ այդ ձեռքը ինչի է արժանանալու, ինչի է դատապարտվելու։ Համեցեք։ Հանչապ նուրբ հարց է ու հարցադրում, որը անպայման պատասխան պիտի տրվի, դա այդ մեր քաղաքական, ռազմաքաղաքական այդ ոլորտը պետք է հիմա խնդիրը տես ինչում է։ Թվում է թե Իսրայելի խնդիրը Պարսկաստանն է, չէ, Իրանն է։
Իսրայելի խնդիրը Պարսկաստանը չէ, Հայաստանն է։ Իսրայելի խնդիրն է Շատերը, եթե նման տեսակետ են լսում, ըստ ձեր արտահայտածի, միանգամից ասում են, ինչի մասին է խոսքը, որ այս տեսակետը դավադրապաշտական տեսությունից է։ Հիմա մի քանի օրինաչափություն, Հարիկ ջան։ Մեր ազգային ժողովը այս տարվա հունվար 27-ը օրենք ընդունեց, որ հունվար 27-ը դա զոհվածների հիշատակի օր է։ Չի նշում, որ զոհվածների եւ ընդհանրապես զոհվածների հիշատակի օր։ Երբ որ հունվար 27-ը Հուդայի ցեղի հոլոկոստի օրն է։ Հələ դες ինչա կատարում ռիտուալ ճիսական եւ այդ թվերի կաբալիզմի լեզվով մեր նկատմամբ աշխատանք է կատարում, Արիք ջան։ Իմ մյուս թիվը օրինաչափությունն որ հունիս 7-ին ընտրություններն են, հունիս 8-ին կայանալու են ընտրությունները։ Հունիսի 8-ին Մուհամեդի մեռնելու օրն է։ Դե պատահական չեն այդ օրերի ընտրությունը։ Հետո կասեն զուգադիպությունը պետք չէ նման բաների հավատալ։ Ոչ, այդպես չի, այն խոհանոցը, որտեղ որ մշակում է ամեն ինչը, գերազանց գիտեն ինչ են անում։ Այսինքն հունվարի 27-ը, որը պետականորեն սահմանվեց զոհերի հիշատակման օր, զոհվածների հիշատակման օր, ինչ օր է։ Հոլոկոստի օրը, հрьяաների ցեղասպանության, այսպես ասած, օրը։ Սա ուզում եք ասել, որ պատահականության հետ կապ ունի։ Չի, այդ ուղիղ հանձնարարականով արված գործողություններ, ուղիղ։ Առավել եւս հաջորդ օրը բանակի օրն է։ Փառապանց օր, հաղթանակած բանակի օրն է։ Այո, Այդ հաղթանակած բանակի ժամանակ է դրվել հունվարի 28-ը որպես բանակի օր։ Այո, անպայման։ Այդ զուգահեռները անչափ կարևոր են, Արեգ ջան։ Սա ինչի համար եմ ասում։ Այն մտավորական շրջան։ Ինչ է նշանակում ներողություն, պարոն Բեկթաշյան, կոնկրետ ուժեր աշխատում են ամեն ձևով։ Այո։ Եվ մենք սիրով ճակերտավոր թույլ ենք տալիս, ընկրկում ենք եւ փորձում ենք, այսպես ասած, դաշտ հանդիսանալ մեր ներքին հոգեբանության մեջ մտնելու, ել ավելի ներխուժելու, քայքայելու, ծվատելու։ Դա է արվում։ Միտումնավոր ենք մենք թույլ տալիս, միտումնավոր չգիտակցված, ովքեր որ գիտակցում են, որ ինչ են անում, նրանք հայ չեն, նրանք դրացու են հաստատ կենսաբանական։ Ոնց է լինում երկիրը եւ ժողովրդին քայքայել, մասնատել։ Շատ դասական ձևով անում են դա։ Անում են դա, իհարկե, անում են։ Եվ մենք ականատեսի դերում ենք վերստին։ Մենք ականատեսի հետ գնանք 9-րդ դար։ 9-րդ դարում ինչ կատարվեց։ Հուդայի ցեղը տեսավ, որ Աստված մեզ ընծայեց հայերիս ամենակատար, ամենամեծ, ամենաարժեքավոր բանը հայոց լեզուն, գրավոր խոսքը, Մեսրոպյան Այբենը, որի մասին բազմից խոսել ենք։ Եվ ինքը հասկացավ, որ աստվածանտիր լինելով դեռ Աբգար թագավորի ժամանակ 301 թվական պետականորեն ընդունվեց, այսինքն մենք ճանաչվեցինք Աստծո ընտրյալ։ Մենք Աստծո որդու հետ նամակագրության մեջ ենք։ Այո, ուղիղ իմաստով եւ այդ 7 նամակները մեր ընդհանրապես այդ գզրոցը որ կա, որի մասին ասում են, որտեղ պետքա հավաքվի հայի արժեքները եւ ինքը դողա այդ հավաքածուի համար, դրանցից մեկը այդ Աբգարի եւ Քրիստոսի միջև հայոց թագավորի ու Աստծո որդու միջև 7 նամակներն են, որտեղ
Մարդ Աստված հարաբերությունների, հայրից եւ Աստծո հարաբերությունների բոլոր ոլորտները ամփոփ շոշափված են, բոլոր։ Որքան հրաշափառ է։ Եվ որտեղ հստակ Քրիստոս ասում է դուք մինչ աշխարհի վերջը իմն եք։ Ուղիղ։ Ապա մի պարզունակ հարց տամ։ Ներողություն եմ խնդրում հարցիս պարզունակության համար մեկ անգամ եւս։ Ապա ինչպես է Տիրոջ համար նախատեսված ժողովուրդը այսօր այս ամենի մեջ։ Ինչպես է չարի ձեռքով նենգափոխվում, փորձում են մեր միջի հոգևորը ջարդել, միևնույն ժամանակ ստորացնելով ջարդել, մոխրեցնել։ Ինչպես է սա։ Սա նախախնամություն է, սրա միջով պետք է անցնենք։ Անպայման մեխանիզմեր են։ Քրիստոս շատ պարզ ասում է ուղիղ քո հարցի պատասխանը։ Ասում է կգան իմ անունից, բայց ես չեմ։ Հազարավոր յանով մտել են մեր կենցաղ, ազգանվան վերջում յանը կա, դա մեզ շփոթեցնում է, վերագրում ենք, որ մեզնից է, իմանալով, որ այդ կարգի խոցելի տեղ ունենք, Հուդայի ցեղը քանիցս մասսայական դեռ 1919 թվականին Պոլսի պատրիարքին դիմել են հազարավոր Հուդայի ցեղակիցներ, որ պատրիարքը իրենց հայ դարձնի, արեք։ Նույն բանը կատարվեց մի 15 տարի առաջ, նորից Պոլսում։ Այսինքն Պոլսի պատրիարքության նկատմամբ այս սևեռումը հենց այնպես չի։ Այսինքն իրենք ինչ խնդիր ունեն։ Իրենք պատվիրան ունեն իրենց տերերի կողմից, իրենց առաջնորդների, որ գնացեք մտեք յանով, հայ անվան տակ դրանց մեջ ու ներսից քանդեք։ Մենք չենք տեսնում դա, նախ չենք ուզում տեսնենք, հետո չենք պատկերացնում, որ թշնամու նենգությունը կարա բազում ձևեր ու տեսքեր ստանա, մեր անվամբ հանդես կան և քանդեն մեր տունը։ Պարոն Մեկթաշյան, երբ դա լսում ենք, տեղեկանում ենք, փորձում ենք հասկանալ։ Հասկանալուց հետո փորձում ենք ինչ-որ ձևով, եթե կարող ենք հնարավորությունները թույլ է տալիս, գիտակցել։ Երբ գիտակցում ես նման երևույթի մասին, միանգամից անարդարության զգացողություն է քեզ պատում։ Այստեղից էլ մեկ այլ ճյուղավորում, եթե Աստված ասել է, որ դու իմն ես, ապա այս խաղ ասեմ, այս ենթափուլ ասեմ, էվոլյուցիա ասեմ, ընթացքը ինչի համար է նախատեսված եւ այդ նախատեսվածը ինչ է բերելու, նպատակը եւ շարժառիթը ո՞րն է։ Ուրեմն նախ փորձությունների շարքը այմենը տալուց հետո, երբ որ այդ ռաբիները գժվեցին, խելագարվեցին, որովհետև տրվել է ավելին, քան հնարավոր է։ Եթե իրենք 10 պատվիրաններով էին փորձում առաջնորդվել, խեղելով այդ ամբողջը, ապա մեզ տրվել է ամբողջովին Աստծո խոսքը։ Եվ իրենք 9-րդ դարում մտան եկեղեցի։ Ինչ կերպ հիմա են մտնում, նաև այն ժամանակ։ Եվ համոզեցին եւ մոգոնեցին փոքրատառեր եւ փոքրատառերը մտցրին Մեսրոպյան այբենի մեջ։ Էլի նույն մեխանիզմով, Հարիկ ջան։ Ասածս հետևյալն է եւ նույն բովանդակությամբ սա ինչպես է թույլատրվում։ Թույլատրվում է, որպիսի մեր արթունությունը սթափ պահեն։ Նախ մենք մեզ տրվածի արժեքը չենք գիտակցում։ Եթե նարեկացին ոչ միայն հասկացավ, մտավ այդ ամբողջ այդ
մարդ աստված զրույցի մեջ այդ աննարին բան արեց ինքը մարդկության համար մարդկություն անհաղորդ է նման որակի մարդ ունենալու հիմա ներկայիս մարդը ես 21-րդ մարդ կարդում եմ բառերի այդ բազմազանությունը այդ մարդը որտեղից է վերցրել դրանք այդ ինչ շքեղ հայերենով է խոսում Այդ բնութագրիչները որ լսում ես արդեն հասկանում ես որ անյութեղեն է սա հա դա մարդու բան չի բայց կա չէ փաստը կա արձանագրվել է ոչ միայն ինքը շիրակացում ամբողջ այդ աշխատությունները Դավիթ անհախտի մեր հրաշք այդ փիլիսոփայի մտածողությունը դրանք Աստված շռայլորեն նվիրաբերել է մեզ Քավլիցի պարոն Բեկթաշյան մի քանիսի անունը համեստաբար կփորձեմ մատնանշել Նարեկացի, Տաթևացի, Շիրակացի, ձեր ասած Դավիթ անհախտ, Որոտնեցի Պարզապես 0.5%-ը նշեցի ես Այո Ոմանք հսկայական Փշրանքը Այո, հսկայական դեր են խաղացել մարդկության զարգացման եւ քաղաքակրթության կերտման մեջ Ինչպես է ստացվում, որ այդ մարդկանց տրվել են մեզ, այսինքն հայ են եղել նրանք, ու մենք այսօր այս աղջամուղջի մեջ շրջափակված վիճակում ինչ որ մի խառնածին առաջնորդների կողմից ղեկավարվում ենք թշնամական ոճով ու մեր տեղը կորցրել ենք անորոշություն եւ վտանգը օրեցօր ահագնանում է Այս փորձությանը ինչ անուն կտակ Ուրեմն շատ հետաքրքիր կերպ Աստված մեզ հետ աշխատում Մենք գիտակցենք թե չենք գիտակցի Ինքը կամաց սկսեց մեր նյութը մշակել 2000 տարվա ընթացքում մենք էլի անդրադարձել ենք ինքը բերեց մեր հասարակական հարաբերությունների կառուցվածքի այն մոդելի, այն տարբերակի, որտեղ այդ հասարակությունը օրենքի հանրույթից դարձավ սիրո հանրույթ։ Ինքը ստեղծել այդ սիրո հանրույթը։ Մենք անդրադարձել ենք, հիմա էլի կանդրադառնանք։ Ստեղծել է սիրո հանրույթը եւ դրել է ամենակարևորը այդ հանրույթի մեջ կարևորագույն հույզը։ Եվ օտար գիտնականների ձևակերպումով հայությունը պահպանել է մարդկության հույզերը։ Եվ այդ թրթիռները անչափելի են։ Իհարկե, երևույթ է այդ աստվածային շնորհը։ Հիմա նայ Արեգ ջան, մենք քո ասածը երկու խնդիր է։ Դու ասում ես մենք ինչքանով ենք կարևորել, թե այդ ինչերը մեզ ընծայվել։ Չէ, նկատի ունեի ինչպես ենք արժանացել այս ամենին։ Ինչու է մեզ տրվել, ունենալով նման կարևորագույն պաշտոն ասեմ, ինչ ասեմ, առաքելություն։ Այո, հանրույթի մեջ։ Ու մեզանից կերտվել են նման հանճարներ, որոնք Աստծո հետ անմիջական կապ են ունեցել, ու Աստծո հետ անմիջական կապ ունեցող ցեղը այսօր այս աբսուրդն է ինձ այսպես ասած տարուբերում ես չեմ կարողանում գտնել պատասխանը միթե կարելի ասել որ չի կարելի խառնվել Աստծո գործերին այդ ժանրից է բայց որպես մահկանացու եւ բազմամեղ էակ մարդ ինձ հետաքրքրում է սա Արեգ ջան երկու վտանգված է շատ կարևոր մի բան երկու ոլորտ երկու մտածում կա որ քո ասածի մեջ մեկը չի դա առաջինը որ արարիչ մեզ մշակել հասցրել է 21-րդ դար եւ մենք հեշտորեն այդ ամբողջ աշխատանքը ջուրն ենք լցնում չարժևորելով
չփառաբանելով Աստծուն, որ փառք Աստծո, որ հայ այդպիսին է, ես այսպիսին եմ, այսօր։ Եվ մյուսը ընծաները, որը խեղել ենք կամ ինքնաբերաբար, կամ մանրախնդրորեն, հայոց այբենը խեղվեց 9-րդ դարում 1, այսինքն աստվածային այդ համակարգը խախտվեց արդեն իսկ։ Եվ հայի տեսակը արեք օտար աղբյուրների գնահատականներով մինչ 9-րդ դար, մինչ փոքրատարերի ավելացումը ինքը պինդ է, առնական է, արժանապատիվ է, օրինակելի է հայը։ 9-րդ դարից հետո դրա հակառակն է բնութագրիչները։ Հապեպա, սրիկա, դավաճան, այսինքն խոսքային համակարգի խեղումը արդյունքում ծնում է վատորակ մարդ։ Ծնում է վատորակ մարդ, թե այդ խեղումով այլածինների ներդրման process տեղի ունեցավ։ Նաև, բայց մեր տեսակը, բանը, հիմա մենք հենց հիմա դպրոցում երեխանց 78 տառատեսկ ենք սովորեցնում 36 մեծատառ մեսրոպագիր, 36 փոքրատառ, որը մեսրոպինը չի, գումարած Եվոֆն, այո, որը մերը չի, եւ գումարած Ֆ հնչյունը, որը մեր ազգը չի ունեցել, մինչ 12-րդ դար։ Մենք էլի անդրադարձել ենք, որ ամբողջ Արցախյան ազատամարտի խնդիրը այդ մեկ հնչյունի համար էր։ Մինչև հիմա Արցախցին չունի Ֆ հնչյունը։ Մենք դրան անդրադարձել ենք եւ պարբերաբար պետք է անդրադառնանք մեր հաղորդումներում, այնքան մինչև լայն մասաների մոտ այդ մտածելակերպը ներդրվի եւ հասկանան դրա բուն էությունը եւ հնարավորինս կարողանան դրանից պաշտպանվել։ Պարոն Բեկթաշյան, մի քանի րոպե է մնացել մեզ եւ ուզում եմ մի հետաքրքիր արտահայտության վրա սևեռվել եւ որպես խորագետ եւ թաքնագետ նաեւ ձեզ դրա մեջ ինչ եք տեսնում հայկական տառերով, օրերով, ամիսներով դուք կարողանում եք հետաքրքիր վերլուծություններ անել եւ բացատրել դրա բուն էությունը։ Խոսքս այն նախադասության մասին է, որ երկրի վարչապետը արտաբերեց, որ եթե իրենց կուսակցությունը չհաղթի ընտրություններում, լինելու է պատերազմ եւ սա չի առաջնային միտքը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել երկրորդ մտքի վրա՝ աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Հատկապես գիտենք, թե որ թվականներին պատերազմ տեղի ունեցավ սեպտեմբերին, հարցս հետևյալն է՝ սեպտեմբեր ամիս ինչու է ընտրություններից առաջ Հայաստանում սեպտեմբեր ամիսը նման առոգանությամբ շոշափվում եւ բերվում խոշորացույցի տակ։ Ինչ է սեպտեմբերը։ Սեպտեմբերը 9-րդ ամիսն է, որը կոչվում է թագավորած։ Այսինքն այդ ամսում միանշանակ կատարվող իրադարձություններ են։ Մեր անկախության օրն է, հատուկ գնդի հիմնադրման օրն է սեպտեմբեր 20-ին, որ նախորդեց անկախությանը։ Այդ ես կխնդրեի մի հատուկ գնդի վերաբերալ մի առանձին հաղորդում նվիրել, որովհետև դա է բանակի հիմնադրման գունդը։ Դա մի արտառոց զորամաս էր ինքը։ Մենք այդ թեմային ընդարձակ ձևով կանենք, որը անկյունակարային հարցեր է լուծել։ Սեպտեմբերին է սեպտեմբեր 8 Մարիամ Աստվածածնի աշխարհայտնության օրն է։ Հարիկ ջան։ Այսինքն եւ իդեպ ամենահզոր բարեխոսն է Աստծո հետ Մարիամը մեր համար։ Մեր եկեղեցիների 75-80% դրանք Մարիամ Աստվածածին են կոչվում։ Եվ քանի որ խեղում մտել է կյանք կնոջով էլ վերականգնվելու է։ Այդպես է տրամաբանությունը եւ խորհուրդը Սուրբ Գրոց։ Իսկ սեպտեմբերին եւ այս տարին մեր համար շատ ծանր է ամբողջ մարդկության համար,
մենք էլի մի առիթով տարընթերցել ենք 2026 թվականը, որ կոչում էր ժամանակած խավարի ժամանակների մեջ ենք։ Դրա կիզակետը այս հունիս ամռան այդ պիկը տարվա մեջտեղն է, որից հետո աշնանկում սկսում ենք դուրս գալ։ Մյուս տարին արդեն բարեհաջող տարի է լուսավոր մարդկանց, ծավալային մտածող մարդկանց աշխարհ մեր կենցաղում ի հայտ գալու տարի է մյուս տարին։ Հիմա այս ընթացքում ասեմ հետևյալը, որ Չէ, մեզ համար վերջին տարիներին հատկապես ներողություն, պարոն Բեկթաշյան, սեպտեմբեր ամիսը ասոցացվում է պատերազմի հետ։ Սեպտեմբեր 27 այն ցավը, տառապանքը, որ տեսանք պատերազմով այդ 44 օրյա եւ դրան հաջորդող օրերի ու նաեւ տարիների բավականին մեծ վերք է թողել ու այս վերքը վերստին շոշափվում է ու ասվում է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Սեպտեմբերը ինչ է, ուզում եմ այդ ձեր ներկայացրած հուդայական ցեղի չափման միավորներով հասկանալ։ Նրանց մոտ ինչ է սեպտեմբերը։ Ասեցի, մեր բոլոր մեր ձեռքբերումների ամիս է ինքը։ Այսինքն ուզում են տապալեն փչացնեն այդ ամիսը։ Անպայման, բայց այդտեղ ուրիշ բան ասեմ, Հարիկ ջան։ Ինչ ուզում ասի վարչապետ կոչվածը, որ իրենով պայմանավորված մենք լինենք, թե չլինենք, հա, այդ խոսույթը արդեն խոսում է բան է, մարդը չարից է սնվում։ Քրիստոնյա մարդը երբեք այդպիսի բան չէր կարող ասել, անգամ իմանալով հանդերձ։ Չէ, կմեկնաբանվի, որ տեղյակ է պահում իր ժողովրդին իր հոտին։ Բանի պետք է հիմնավորի։ Ինչ քեզ հասանելի, որ սա քանի որ այսպես է, արդյունքում այսպես է, ոչ թե քանի որ ես եմ ասում, դա այդպես է։ Դա ինձ ու քեզ չի բավարարում։ Ոչ միայն չի բավարարում։ Մենք խոսեցինք, որ ոնց հայտնվեց հոլոկոստի օրը մեր տոնացույցերում։ Այդ ոնց եղավ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ամեն տարի հունվարի 27-ին մենք նշելու ենք հոլոկոստի օրը։ Ամեն տարի, բա ոնց։ Այսինքն հուդան պարտադրում է իր արժեքները մեզ, ինձ եւ քեզ։ Բայց հիմա սա էլ մի օր է, ով որ կամեցավ վնասի Հայաստանին ու հայությանը, վերանալու է հողագնդի վրայից, ընդհանրապես դադարելու է գոյություն ունենալ։ Դա կլինի Միացյալ Նահանգներ, դա կլինի Բաքու, դա կլինի Կրեմլ, ով ուզում է լինի։ Մենք գործ են ունենալու Աստծո ընտրյալ հայի հետ, որին հայությանը տրված է բոլորը հարցեր լուծելու այդ կարողությունները, Հարիկ ջան։ Ու հայի ու հայ ժողովրդի վերածնունդը ըստ ձեր խոսքի սարերի հետևում չէ։ Մեր վերածնունդը մեկ բանում է Աստծո հետ վերականգնել մեր մեղքերի թողություն տալը, վերականգնել Մեսրոպագիրայբենը, քանի դեռ չենք արել դա, ոչինչ չի օգնելու, ջանս։ Եվ մեր մենաշնորհին Աստվածընտրյալ այդ պաշտոնին տեր կանգնել է պետք։ Հուդան հասկացել որ այդ կարևոր գործոն է եւ իր ցեղակիցներին դարձրել Աստծո ընտրյալ, կեղծ շինծու, ծառայում սատանային։ Մենք ռեալ այդ Աստծո ընտրյալն ենք, փաստացի լեզվով, ավանդույթով, ապրելու կերպով, բոլոր միջոցներով, մարդկային տեսակով, հələ աշխարհում եք նայի հայով ինչքան լուսավոր բան է, քաղաքակրթվել է մարդկությունը։
այդ կատակ չի։ Պարոն Բեկտաշյան, լինելով անհամբեր, եւս եզրափակիչ հարցը տամ։ Մենք արժանանալու ենք Աստծո ողորմածությանը։ Ինքը միշտ մեզ հետ է եւ դառնագին լացեց մեր երեխանց կոտորածի ժամանակ։ Եվ դառնագին լացեց կրկնակի անգամ, որովհետեւ մենք մեր անկատարության կամ սխալների պատճառ չհամարեցինք, չկապակցեցինք երեխանց զոհությունը մեր Աստծոց հեռանալու այդ խնդրի հետ։ Բայց լույսը բացվելու է։ Իհարկե։ Շնորհակալ եմ, պարոն Բեկտաշյան։ Նմանապես։ Շնորհակալ եմ, եկաք ձեր հետաքրքիր տեսակետները ներկայացրեցիք եւ մեծ լուսավոր խոսք բացեցիք, որի հատակը շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար, որպեսզի ներխուժենք, իջնենք, տեսնենք ինչ կա, մեզ անհրաժեշտը վերցնենք եւ բարձրացնենք վերև։ Խնդրեմ, Արեգ ջան, նմանապես շնորհակալ եմ նարություն ձեռնելու համար։ Եթե ուզում ենք հասկանալ հայի կոդի ամենախոշոր շերտը, պետք է վերադառնանք այնտեղ, որտեղ հավատը դարձավ ճակատագիր։ Դեռ այն ժամանակ, երբ աշխարհը չէր ճանաչում լույսը, հայոց հողում մի թագավոր համարձակվեց անել անհավատալի քայլ։ Աբգար 5-րդը նամակ գրեց Հիսուս Քրիստոսին։ Սա պարզապես նամակ չէր, սա մի ամբողջ ժողովրդի առաջին կանչն էր դեպի հավիտենականը։ Աբգարը չսպասեց հրաշքի, նա դիմեց լույսին եւ ըստ ավանդության ստացավ պատասխան։ Պատկերացրու այդ պահը, ոչ բանակ, ոչ զենք, ոչ քաղաքական հաշիվ, այլ մի թագավոր, որ հավատում է այնքան խորը, որ խոսում է Աստծո հետ։ Այդ նամակը պարզապես պատմական դրվագ չէ, դա խորհրդանիշ է, խորհրդանիշ այն բանի, որ հայը առաջիններից էր, որ ոչ միայն լսեց ճշմարտությունը, այլև պատասխանեց նրան։ Եվ հենց այդ պահից սկսած մեր գոյությունը դարձավ ուխտ, որովհետև հայի կոդը բացվում է միայն մեկ բանով՝ հավատով։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս զինվորական հայագետ Սամվել Բեկտաշյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։